Պարոն Աղազարյան, որ դուք ասում եք, որ բոլորս գիտենք վեհապարի հետ կապված։ Վեհապարի հետ կապված չէ։ Բոլորս գիտենք, որ եկեղեցականները կուսակրոն չեն պահում կուսակրոն օգնությունը։ Գիտեք, ինչ եք տեսել։ Ոստիվ ես տղամարդ եմ, էլի, գիտեք ինչ, կներեք, էլի։ Պարոն Աղազարյան մակարդակի է։ Ենթադրության իհարկե, բայց համոզվածության կաստիճանի ենթադրություն էլի, ոչ թե ասենք այնպես ապրիորի, հետո գիտեք ինչ, որ ասում են կուսակրոն։ Այդ կուսակրոնությունը ինչ-որ ժամանակից հետո են, չէ՞ ընդունում։ Ասենք մեկը կարող է պատահի կուսակրոնություն ունի 30 տարեկանից։ Բայց միջև այդ կուսակրոն չէր։ Հետո դառավ կուսակրոն։ Նշանակում է կուսակրոնությունը ես նվաստես, որ չեմ եղել, չեմ հանդիսանում եսիմիջ քրիստոնյա մակարդակի հավատացյալ, ես հասկացել եմ հետևյալ ձևով, որ չամուսնանան այդ մարդիկ, չամուսնանան, որպեսզի ազատ լինեն իրենց բաների մեջ, ասենք կուսակրոնության հենք հենց խախտված է, եթե այդպես նայենք, կուսակրոն, եթե ճիշտ եմ հասկանում կույզ բառի իմաստը խախտված է եղել, եւ որ հետո որոշ ժամանակ հետո է դառել, չէ՞ կուսակրոն, ուզում է այդ բանը չի պահպանված եղել։ Հետեւաբար կուսակրոնությունը ես ինքս հասկացել եմ այն կոնտեքստում, որ չպիտի ամուսնանա, տարաբերված չլինի այդ հոգսերով, որպեսզի ազատ լինի ծառայելու որովհետև եթե մենք գնանք դարերի խորքից եւ գանք, մենք հաշվենք, տենանք քանի հոգի մենք ունեցել ենք այդ մակարդակի հոգեվորականներ, որոնք իհարկե բոլորս գիտենք, որ կրթված, զարգացած, ուժեղ, նաեւ եւ այդ հազարավոր մարդիկ, ասենք պատկերացնում եք, սերունդ տված չլինեին։ Մենք հիմա որպես պետություն կարող է չլինեինք եւ մենք չպիտի անդանդստենք, լացենք, լալկանք, հայրենիք են գտել Ես ենք արել, են ենք արել։ Մենք են քիչ ժողովրդների մեջ ենք աշխարհի, որ հազարամյակներ առաջ պետություն ունեցել, եւ այսօր պետություն ունի, եւ մենք սրանով պետք է հպարտանանք եւ ուժեղանանք։ Պարոն Աղազարյան, շատերը համեմատում են, ասում են, որ եթե ժամանակին թույլ չտային, որ Փաշինյանը փոխրեր ձեր SMS-ները եւ ձեր անկողին մտներ, դա չէր կրկնի վեհապարի հետ, համաձայն եք այդ դիրքորոշմանը։ Դե գիտեք ինչ, հա, նաև այս հարցներ կա, էլի, իսկապես տեղին հարցը, ասենք եթե ինչ-որ մեկը խախտել է իր սկզբունքները խախտել է, ինչ-որ պայմանական սկզբունքները խախտել է, այստեղ բարոյականության հարց է դրվում, բայց որն ավելի բարոյական, կամ անբարոյական, այդ հանգամանքն ավելի անբարոյական, թե այն հանգամանքը, որ դու մտնում ես մարդու անձնական կյանքի մեջ։ Այսինքն ես մի առիթով ասեմ, հիմա այս լայն այսպես կոչված բանով կօգտվեմ եմ առիթից եւ կասեմ նորից նույն միտքը, մոտավորապես։ Եթե հատուկ ծառայությունները կապ չունի ինչ եղանակով իմ զուգընկերուհու կրսկալի միջից հանել են փաստաթուղթ կամ կհանեն փաստաթուղթ, որը իր մեջ կկրի ինֆորմացիա պետական անվտանգության կրելու իմաստով ես օքեյ եմ։ Ընդ որում կրծքալը հակած վիճակում։ Ես օքեյ եմ։ Իսկ եթե հատուկ ծառայությունները եւ որևէ մեկը սադրանքներ անում, նախապատրաստում է այդպիսի բաներ եւ տեղադրում է այս կամ այն վայրերում եւ հետո գտնում է հայտնաբերում է, ապա հարամ բռնի դաս դրած։ Զուգընկերուհու ասացի, պարոն Աղազարյան։ Պարոն Հակոբյան, դրա հետ կապված էլ կային հակասական տեղեկություններ, որ Չէ, ուզում ասեմ, ոչ թե զուգընկերուհի է։ Ումր Եվրոպա չգրում, ասեք թե զուգընկերը ինչ տարբերություն։ Ինչ կապ ունի դա, բան շուստի հարց է ստալիս։ Պարոն Աղազարյան, ես ճիշտ հասկացա, դուք եւ պարոն Ասլանյանը դեմ եք լինելու այդ impeachment-ին։ Մենք դեմ չենք լինելու, ինչպես մեկին, որ սկսել է պատիվ ունեմ խմբակցությունը, մենք չենք սատարելու։